Ատեստավորման գործընթացը հաղթահարել չկարողացող ուսուցիչները պետք է լքեն աշխատանքը, որովհետև ըստ վարչապետի իրենց աշակերտներն են, որ չեն կարողանում ընդունելության քննությունը հաղթահարել։ Փաշինյանը կրթական ոլորտում բարեփոխումների մասին խոսելիս հիշեց սա եւ այն, որ անբավարար գնահատական ստացած դիմորդների թվի բացասական դինամիկա է նկատվում։ Չենք ասում է գերազանց ստանա, գոնե բավարար ստանա։ Մենք պետք է հասկանանք, ըստ ամենայնի մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև շատ են կոմպրոմիսների գնում, անընդհատ գնում են կոմպրոմիսների եւ արդյունքում ով է դրանից տուժում։ Տուժում են երեխաները։ Նորմալ կրթական միջավայրի համար Փաշինյանը ոչ միայն կարևորեց պատշաճ որակավորված մանկավարժական կադրերի դերը, այլ նաև նոր լաբորատորիաների, մարզական ենթակառուցվածքների եւ բարեկարգված դպրոց տանող ճանապարհների։ Շուտով կլուծվի նաև տրանսպորտի խնդիրը երեխաներին դպրոցներ տեղափոխելու համար։ Վարչապետի խոսքով այս պահին էլ Երևանում կան դպրոցներ, որոնք ավտոբուսներով վարչական շրջաններից երեխաներին տանում են մայրաքաղաքից դուրս գտնվող դպրոցներ։ Ծնողները ինչ են դա անում, որպես երեխեքը պատշաճ կրթություն ստանան։ Ոչ մեկ չի ասում, բայց ինչի այդ մարդիկ այդ երեխեքին չեն տանում իրանց շենքի կողքի դպրոց, որովհետև համարում են, որ այդ օրը այդքան ճանապարհ անցնելու արդյունքում իրանց երեխաները ավելի լավ կրթություն կստանան։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ արդեն վերաբաշխումներ են կատարել եւ 1.6 միլիարդ դրամ է հատկացվել կլաստերային դպրոց տանող ընդհանուր 6 կիլոմետր երկարությամբ ճանապարհների նորոգման եւ հիմնանորոգման համար։ Ճիշտ է, ճանապարհային նոր հատվածներ են ներդրվում Հայաստանում, սակայն վարչապետի դիտարկմամբ մեծ խնդիր կա միջպետական ճանապարհներին։ Միջպետական նշանակության ճանապարհին խցանումը արդեն տենց սովորական բան է դարձել։ Ես չեմ տեսնում տարբերակ, որ մենք կարողանայինք ճանապարհների վիճակը տեխնիկական հնարավորությունները ավելի շատ արագ բարձրացնել, քան ավտոմեքենաների քանակը։ Բայց այն ռազմավարությունը, որը մենք ընդունել ենք, այդ տրամաբանությամբ մենք պետք է գնանք։ Կառավարությունը նաև սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներ։ Պետնախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով մասնավոր գործընկերոջ հետ համագործակցությունը նպատակ ունի ստեղծել ժամանակակից թվայինացված եւ արդյունավետ կառավարման մեխանիզմ եւ վերահսկողության գործիքակազմ։ Ըստ նրա խոսքը 15 տարվա պայմանագրի կնքման մասին է։ Հաղթող ընկերությունը էլեկտրոնային համակարգը պարտավոր է ներդնել 6 ամսյա ժամկետում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց. խաղատնային ոլորտի գործառույթներն անցնելու են ընտրված օպերատորի պատրաստած պլատֆորմի միջոցով։ Առաջինը ստվերը բացառելու ենք, երկրորդը այն պարագայում, երբ որ մենք մարդկանց սահմանափակումներ ենք դնում, որ իրանք չեն կարող խաղադրույք իրականացնել, այդ սահմանափակումները կիրառելու ենք, որովհետև հիմա սահմանված է, բայց շատ դեպքերում մենք պարզապես չենք կարողանում կիրառել այդ գործիքը չունենալու պատճառով։ Եվ երրորդը նաև որոշակի հարկային գործիքներ ստանալու հնարավորություն ենք ունենալու, ընդհանուր առմամբ դաշտը ավելի թափանցիկ ենք դարձնելու։ Չզեկուցվող հարցերի շարքում ընդունվել են նաև 3 նախարարության անվանափոխության նախագծերը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների արտաքին գործերի նախարարությունը կվերանվանվի արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարություն, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն։ Մինչ կառավարության կողմից հավանության արժանանալ է նախագիծը դրվել էր հանրային քննարկման, որտեղ ներկայացվել էին մի շարք դիտողություններ եւ առաջարկություններ, հատկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանափոխության վերաբերյալ։ Մասնավորապես նշվել էր, որ արհեստական բանականություն բառակապակցության ավելացումը չհիմնավորված ավելորդություն է, քանի որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն հասկացությունն արդեն իսկ ներառում է այդ ուղղությունը։ Առաջարկվում էր անվանման մեջ շեշտադրել ռազմաարդյունաբերության ոլորտը դարձնելով այն բարձր տեխնոլոգիական եւ ռազմական արդյունաբերության նախարարություն։ Անվանափոխությունը իրագործելու համար տասնյակ օրենքներում փոփոխություններ տեղի կունենան, ինչի համար կառավարության առաջարկով ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի։ Մարինե Դվոյան, Հորիզոն։